Իրապես փառք Աստծուն ամեն վայրկյանի համար, որ ապրում ենք, որովհետև առանց Տիրոջ շնորհքի մեկ վայրկյան էլ անգամ չեն կարող ապրել, մեկ վայրկյան էլ անգամ չեն կարող շունչ քաշել։ Մնացած բոլոր նրանք, ովքեր որ կարծում են առանց Աստծո կարան ապրեն, առանց Աստծո կարան գոյատևել, այս ամենը լոկ խաբկանք է։ Եվ ուղղակի Աստծո ողորմությունն է, որ Աստված ողորմում է, այցելում է նրանց եւ ուղղակի իր շնորհքով են ապրում։ Ինչքան կարող են այդ ձևով ապրել, որևիցե մեկը չգիտե։ Բայց գիտենք մի բան, որ Տերը ողորմած է եւ մեր գործն է ավետարանի խոսքը քարոզել, հասցնել բոլորին, որպեսզի ի վիճակի լինեն լսելու, հասկանալու եւ ընդունելով էլ փրկություն ստանալով։ Պետք է շարունակենք այսօր Եբրայեցիս նամակի մեր սերտողությունը, ուսումնասիրությունը։ Ուղղակի եթե որպես հիշում եք, խոսում էինք այն ավետարանի մասին, որ քարոզվեց, փոխանցվեց եւ Աստված տարբեր կերպերով ցույց տվեց, որ սա է այն ճշմարիտ խոսքը, որով որ միմիայն փրկություն գոյություն ունի եւ դա Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Եվ արդեն որոշակի տեսանք համեմատություն հրեշտակների ու Հիսուս Քրիստոսի միջև, որտեղ որ Աստված ցույց է տալիս, որ հրեշտակները չեն կարող համեմատվել Հիսուս Քրիստոսի հետ։ Բայց ակամայից մի հարց է առաջանում, որը որ նաև տալիս է Եբրայեցիս նամակի հեղինակը եւ նույն հարցին էլ ինքը պատասխանում է։ Այդ հարցը շատ պարզ է եւ այդ հարցը մինչեւ հիմա շատ շատերը տալիս են, թե ինչու մահացավ Հիսուս Քրիստոս։ Եթե Քրիստոս այդքան զորեղ էր, հզոր էր, ինչու մահացավ։ Ինչու թույլ տվեց, որ այն ամեն ինչ որ ինչի միջով անցավ, այդ ամենի իրականություն դառնա իր կյանքում։ Նույնիսկ իր կողքի ավազակները ասեցին, գոնե ամենամեկը գիտենք վստահ, որ հարցում էին, ասում են, եթե դու ես Քրիստոսը, ինքդ էլ ազատի եւ մեզ էլ ազատի։ Խաչի դիմաց կանգնած փարիսեցիները նույնպես այդ նույն բանն էին ասում, եթե աշխարհն ես փրկում, չես կարողանում քեզ խաչից փրկել։ Եվ այս հարցը մինչև հիմա շատ շատերը նույնը տալիս են։ Արդյոք չկար մեկը, որը որ կպաշտպաներ Քրիստոսին, կազատեր նրան։ Եվ այս հարցի պատասխանը կգտնենք հետևյալ հատվածում։ Թե ինչու Հիսուս մահացավ կամ ինչու ընդհանրապես ամեն ինչը սկսվեց սրանից, թե ինչու Հիսուս մարդացավ, մարմին առավ։ Եկեք բացենք Եբրայեցիս 2-րդ գլուխ, ընթերցելու ենք մեծ հատվածը 5-ից 18 համարները։ Եբրայեցիս 2, 5-ից 18։ Որովհետև այն գալիք աշխարհը, որի մասին խոսում ենք, նա հրեշտակներին չենթարկացվեց։ Սակայն մեկը վկայեց մի տեղ ասելով. մարդն ինչ է, որ նրան հիշում ես կամ մարդու որդին, որ այցելում ես նրան։ Փոքր ինչ ցածր արեցիր նրան, քան հրեշտակներին, փառքով եւ պատվով պսակեցիր նրան ու քո ձեռքի գործերի վրա կարգեցիր նրան։ Դու ամեն ինչ հնազանդրեցիր նրա ոտքերի տակ, ամեն ինչ նրան հնազանդվելով ոչինչ չթողեց, որ նրան հնազանդ չլինի, սակայն այժմ դեռ ամեն ինչ չէ, որ նրան հնազանդված ենք տեսնում։ Բայց մենք տեսնում ենք Հիսուսին, որ հրեշտակներից մի քիչ ցածր դասվեց մահվան չարչարանքների պատճառով, փառքով եւ պատվով պսակված, որպեսզի նա Աստծո շնորհքով ամենի համար մարդ ճաշակի։ Ամեն։ Եկեք կարճ աղոթք անենք եւ հետո ավելի կանանդառնանք այս հատվածին։
Տեր Աստված փառք ենք քեզ տալի քո խոսքի համար եւ շնորհակալ ենք ով Հայր, որ չթաքցրեցիր այն փրկության խորհուրդը, որ ունեիր ի սկզբանե Տեր Աստված եւ հայտնեցիր, որ ուղարկելու ես մեկին, ով որ ջախջախելու է սատանայի գլուխը եւ որով որ մենք փրկություն ենք ունենալու Տեր։ Շնորհակալ ենք, որ հավատում ենք այն Տեր Հիսուս Քրիստոսին, որի շնորհով փրկություն ես մեզ ապարգևել, որի շնորհով ապրում ենք եւ որի շնորհով պահվում է ամեն բան, ինչ որ տեսնում ենք։ Այս պաշտամունքի ընթացքում թող որ քո սուրբ անունը փառավորվի Տեր եւ դու մեծարվես։ Մեր Հայր, որ երկնքում ես, ամեն։ Հետաքրքիր է սկզբի հատվածը, երբ որ կարդում ենք որոշակի հարցադրումներ անում հեղինակը եւ կուզենայի նախ եւ առաջ մինչեւ բուն թեմային անցնել ուշադրություն դարձնենք այս հարցադրումներին։ Ուրեմն ամենաառաջինը ակամայից երբ որ մարդիկ այս հարցն են տալիս, եթե Հիսուս մարդ էր, մարդացել էր ու մարդկային տեսանկյունից մարդը տկար է, թույլ է, ինչու Աստված այդ ամեն ինչը չտվեց հրեշտակների ձեռքի մեջ։ Կարդում ենք ասում է, որովհետև այն գալիք աշխարհը, որի մասին խոսում ենք, նա հրեշտակներին չենթարկացրեց։ Հրեշտակները ուժ ունեն, թե ոչ։ Տեսնում ենք, որ բավականին ուժ ունեն, եւ նույնիսկ հայտնության գրքում կարդում ենք, որ մեկ հրեշտակապետը ի վիճակի է լինում սատանային կապելու որոշակի ժամանակահատվածով։ Եվ այստեղ, երբ որ այս խոսքը բերում, ասում է, տեսնելով հրեշտակների ուժը, հարց տվեք ինքներդ ձեզ, ինչու Աստված ամբողջ աշխարհը չտվեց, չհնազանդրեցեց, չենթարկացրեց հրեշտակներին։ Եկեք մի փոքր հետ վերադառնանք Ծննդոց գիրք։ Երբ որ Աստված արարեց ամեն բան, այդ ամեն բանը ում տվեց, որպեսզի ղեկավարի։ Մարդուն, չէ, Ադամին ասեց, խնամ քարա, խնամիր ես այգին, նաև դրանից հետո ասեց պետք է տիրես բոլոր կենդանիների վրա։ Այսինքն Աստված ամենասկզբից հենց մարդուն ընտրեց որպես արարչագործության գագաթնակետը։ Սա չի նշանակում, որ մարդը հրեշտակներից ուժեղ էր։ Չէ, դրա մասին չի խոսքը գնում։ Սա խոսքը գնում է նրա մասին, որ Աստված ինքը տենց որոշեց, որովհետև մարդուն ստեղծեց իր կերպարով եւ նմանությամբ եւ ամեն բան հնազանդրեցրեց, տվեց ում ձեռքերի մեջ։ Մարդու ձեռքերի մեջ։ Ինչ արեց մարդը։ Մարդն էլ անհնազանդ գտնվելով այդ իշխանությունը հանձնեց սատանային։ Եվ առաջացավ խնդիր, առաջացավ բաժանում մարդու եւ Աստծո միջև։ Ինչպես այդ խոսքը լուծում գտավ։ Աստվածաշնչում շարունակություն կարդում ենք, ասում է, սակայն մեկը վկայեց մի տեղ, ասելով, մարդն ինչ է, որ նրան հիշում ես կամ մարդու որդին, որ նրան այցելում ես նրան։ Ուշադրություն դարձեք նորից այս հարցադրումը։ Մարդկային տրամաբանությամբ ենք ասում, հիմա համեմատեք նորից հրեշտակ իր զորությամբ, իր ուժով, կարող ենք ասել նաև անմահ, չէ, հրեշտակները չեն մահանում։ Եվ մարդը, ու նորից Սաղմոս 2-ն ասում է մարդը ով է, որ հիշում ես իրան, կամ մարդու որդին։ Շարունակության մեջ 7-րդ համարը։ Փոքր ինչ ցածր արեցիր նրան, քան հրեշտակներին, շարունակությունը փառքով եւ պատվով պսակեցիր նրան ու քո ձեռքի գործերի վրա կարգեցիր նրան։ Սեպտուագինտա թարգմանության մեջ Սաղմոս 8-րդ գլխում ենք կարդում այս հատվածը։ Բնագրի մեջ խոսք գնում է ոչ թե հրեշտակների մասին, այլ Աստծո մասին, բայց Եբրայեցիս նամակի հեղինակը ինադու է օգտագործում այս թարգմանությունը, ինչի որտեղ այնտեղ թարգմանված է եղել որպես հրեշտակ, ինչի որտեղ այս կոնտեքստի մեջ կարդում ենք ում մասին, հրեշտակների եւ Հիսուս Քրիստոսի համատության մասին է խոսքը գնում։ Եվ այս տեսանկյունից, երբ որ նայում ենք մարդկանց տեսանկյունից, այդ հարցը նորից առաջացնում է, ասում են, լավ, ունենք Հիսուսը, մարդ, եւ ունենք հրեշտակները։ Հրեշտակներն անմահ են, Հիսուսը, քանի որ մարդ էր, նաև մահացավ, ճիշտ է։ Հիսուսը ֆիզիկապես որպես մարդ սահմանափակ էր, հրեշտակները
որպես հոգեղեն էակներ անսահման են, ճիշտ է։ Սահմանափակում չունեն, ունեն այնքան սահմանափակում, ինչքան որ Աստված էր իրենց սահմանափակում։ Ստեղ նորից ասում է, այն դեպքում ինչ փառք կամ ինչ է տվել, որն է այդ յուրահատկությունը, առանձնահատկությունը, ինչի Հիսուս մարդացավ։ 8-րդ համարը։ Դու ամեն ինչ հնազանդեցիր նրա ոտքերի տակ։ Ամեն ինչ նրան հնազանդվեցնելով ոչինչ թողեց, որ նրան հնազանդ չլինի։ Սակայն առայժմ դեռ ամեն ինչ չէ, որ նրան հնազանդված ենք տեսնում։ Հիմա նորից այս խնդիրն է գալիս։ Մարդիկ ասում են, լավ, եթե Քրիստոսն է, եթե Տերն է, ու ամեն ինչ հնազանդեցրել է Աստվածի ոտքերի առաջ, բայց ուրը չեք տեսնում։ Չէ՞։ Երբ որ Հիսուս երկրի վրա էր, արդյոք բացահայտ երևում էր, որ նա է Տերը, նա է այն Աստվածը, որին պատկանում է ամեն ինչ։ Երևում էր դա։ Չէր երևում։ Հստակ բոլորին դա չէր երևում։ Բայց եկեք մի փոքր հիշենք։ Արդյոք գոյություն ունի նոր գտակարանում ինչ-որ հատվածներ, որոնք որ վկայում էին, որ Հիսուս Քրիստոսին է իրապես հնազանդվում, թե կենդանական աշխարհը, թե բուսական աշխարհը, թե նաև եղանակը։ Փոթորիկը, մեկը որ հստակ կարող ենք ասել, երբ որ մեծ փոթորիկ բարձրացավ, Հիսուս մեկ խոսքով ինչ արեց, փոթորիկը սաստեց։ Սա ցույց տվեց, որ Հիսուսին հնազանդվում է նաև եղանակը։ Ուրիշ ինչ-որ նման դեպքեր։ Ձկները, չէ, այսինքն ամենակիչը այն կարող ենք ասել, որ Աստված հրամայեց այդ ձկներին, որպես այդ ձկները գային եւ մտնեին այդ ուրկանը, ու արդեն երկու անգամ այդ դեպքը կար։ Նաև մեկ անգամ եւս առանձնահատուկ մի դեպք կար։ Գիշեք Պետրոսի պատմության մեջ, երբ որ գումար պետքա վճարեին տաճարի համար, փող չունեին, գումար չունեին, ասեց գնա գցի կարթը, զուկը հանի եւ ձկան փորից գտան այդ դրամը, ճիշտ է, եւ դրանով վճարեցին։ Այսինքն դեպքեր կային, որոնք որ որոշ առումով մի փոքր ցույց էին տալիս, որ Հիսուս Քրիստոսը զորություն ունի, եւ ամեն անգամ, երբ որ աշակերտները սա տեսնում էին, ինչ է տեղի ունենում, զարմանում էին գրվածը։ Զարմանում էին, որտեղ հասկանում էին մի բան։ Մենք տեսնում ենք Քրիստոսին որպես մարդ, որպես մարմնով մեկը, մեր նման է։ Հոգնում է, քնում է, հաց ատում, մեր պես է։ Բայց մի բան կա, որ ավելին է, մի բաներ անում, որոնք որ մենք նույնիսկ չենք էլ կարող պատկերացնել։ Եվս այդ ձևի դեպք կարող ենք հիշել նաև թզենու պատմությունը, հիշում եք։ Երբ որ թզենին անիծեց եւ տեսնում ենք, որ չորացավ թզենին։ Հասկանում եք, այս ամեն ինչը հստակ ցույց էր տալիս Հիսուս Քրիստոսի ավելին լինելը, քան լոկ սովորական մարդ։ Եվ այստեղ Եբրայեցիս նամակի հեղինակն ուզում է սրա մասին շատ հստակ ցույց տա, ասում է, սակայն չեք տեսնում, որ դեռ ամեն ինչ նրան է հնազանդեցված, բայց գիտենք, որ ամեն բան ում է հնազանդեցված Հիսուս Քրիստոսին։ Մի բան չկա, որ նրան չի հնազանդվում։ Արդեն մի քանի կիրակի առաջ, երբ որ խոսում ենք Եբրայեցիս նամակից, արդեն խոսել ենք սրա մասին։ Կողոսացիս նամակի մեջ շատ հստակ տեսնում ենք, որ ամեն բան արարվեց նրանով եւ նրա համար, եւ ոչ միայն արարվեց նրա համար, այլ նաեւ պահվում է նրա միջոցով։ Նորից հարց է առաջանում այդ դեպքում, ինչու Հիսուս մարդացավ։ Ինչու մարդ դարձավ։ Թող որպես Աստված էլ լիներ, թող որպես Աստված ներկայանար մարդկանց։ Ո՞րն էր կարիքը մարդանալու։ Առաջինը, որպեսի մահանա։ 9-րդ համարը կարդանք։ Բայց մենք տեսնում ենք Հիսուսին, որ հրեշտակներից մի քիչ ցածր դասվեց, ինչի համար։ Մահվան չարչարանքների պատճառով, փառքով եւ պատվով տսակված, որպեսի նա Աստծո շնորհքով ամենի համար մահ ճաշակի։ Աստված կարող էր մահ ճաշակել։ Չէր կարող, հրեշտակը կարող էր մահ ճաշակել։ Չէր կարող։ Միմիայն մարդը կարող էր մահ ճաշակել։ Եվ սա էր առաջին պատճառը, որ Եբրայեցիս նամակի հեղինակն ասում է, որ Հիսուս մարմին առավ մահանալու համար։ Ինչու։ Արդեն
Խոսեցինք ծննդոց գրքի մեջ, որ խնդիր էր առաջացել։ Եվ որն էր այդ խնդիրը, մեղքն էր մտել աշխարհ։ Մեղքն էր մտել եւ այն իշխանությունը, որը որ ուներ մարդը, այդ իշխանությունը տրված էր սատանային։ Եկեք բացենք Հռոմեացիս 5-րդ գլուխ, կարդալու ենք 11 եւ 12 համարները, այնուհետեւ 17-ից 19։ Հռոմեացիս 5, 11-ից 12 եւ 17-ից 19։ Հռոմեացիս 5:11 Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև ուրախանում ենք Աստծով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով մենք հիմա հաշտություն ընդունեցինք։ Հետևաբար, ինչպես մեկ մարդով մեղքը մտավ աշխարհ, ու միջոցով մտավ Ադամի միջոցով, այդ մեկ մարդու միջոցով մտավ աշխարհ, եւ մեղքով նաև ինչը մահը, այնպես մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, ըստ որում բոլորը մեղանչեցին։ Որովհետեւ տեսնում եք խնդիրը, Ադամը մեղանչեց, մեկ մարդու մեղքով մտավ մահը, ու այս մահը տարածվեց բոլորի վրա։ Շարունակությունը 17 համարից կարդանք։ Արդարև, եթե մեկ մարդու մեղքով մահը թագավորեց, այն մեկի միջոցով, ապա որքան ավելի նրանք, ովքեր ընդունում են շնորհքի լիությունն ու արդարության պարգևը, պիտի թագավորեն կյանքի մեջ մեկով Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդկանց վրա դատապարտություն եկավ, այնպես էլ մեկի արդարության բոլոր մարդկանց կյանքը արդարացման ձրի պարգևը եկավ։ 19 համարը, որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր դարձան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը պիտի ինչ լինեն, արդարանան։ Ինչու՞ն էր այս հնազանդությունը, հնազանդություն դեպի մահ։ Մեկ հոգու միջոցով մեղքը մտավ աշխարհ, այդ մեղքը ծնեց մահը, բոլոր մարդկանց մահը, եւ այստեղ Հիսուս Քրիստոսի միջոցով, այդ մեկ հոգու միջոցով, մեկ հոգի կատարյալ հնազանդության միջոցով, մահվան միջոցով, մենք ունեցանք ինչ արդարացում, մենք գտանք փրկություն, կյանք։ Երբ որ Հիսուս Քրիստոսին պետք է խաչեին, հիշում եք, երբ որ դատավարությունն էր գնում, մեկը կար, որ կանգնեց, խոսք ասեց փարիսեցիներից, չգիտեր, որ մարգարեական խոսք է, գիշեք ինչ ասեց։ Ավելի լավ է, որ մեկ հոգի ինչ անի, մեկ հոգի մահանա բոլորի համար, քան թե բոլորը կործանվեն։ Եվ ասում է, որ ստեղ Աստված խոսեց իր միջոցով ցույց տալու, թե ինչպիսի մահով պետք է մահանա եւ այդ մահը ինչ արդյունք է ունենալու բոլոր մարդկանց համար։ Եթե Հիսուս Քրիստոս մարմին չառներ, չէր կարող մահանալ։ Առանց մահվան չէր կարող լինել արդարացում։ Առանց մահվան, առանց արյուն թափելու չէր կարող լինել փրկություն։ Դրա համար առաջնային նպատակը Եբրայեցիս նամակի հեղինակն ասում է, սա էր Հիսուս Քրիստոս մարմին առավ, մարդ դարձավ, որպեսզի մահանա։ Ինչի մահանա, որպեսզի ես եւ դու ինչ ունենանք, կյանք ունենանք։ Երկրորդը, որպեսզի հայր ունենանք։ 11-ից 13 համարները կարդանք։ Քանի որ թե սրբողը եւ թե սրբողները բոլորը մեկիցն են, այդ պատճառով էլ նա չի ամաչում նրանց եղբայրներ կոչել ասելով. Քո անունը պիտի հռչակեմ իմ եղբայրների մեջ, եկեղեցում պիտի գովաբանեմ քեզ, եւ դարձյալ ես հույսս նրա վրա պիտի դնեմ, եւ դարձյալ ահավասիկ ես եւ այն զավակները, որոնց Աստված ինձ տվեց։ Իրեք նորից, եթե ուսումնասիրեք հրյաների սովորությունը, կտեսնեք մի բան, որ հրյաները Աստծուն հայր չէին անվանում։ Երբ որ խոսքը գնում էր հայր լինելու, նրանք ունեին ասում էին Աբրահամն է մեր հայրը, կամ Աբրահամի մենք սերունդն ենք։ Եվ երբ որ Հիսուս Քրիստոս եկավ եւ աղոթք էր անում, Աստծուն դիմում էր որպես հայր, հիշեք ինչ էին մեղադրում։ Ասում էին դու ով ես, որ
Աստուն քեզ հայր ես անվանում։ Ինչ իրավունք ունես դու Աստուն հայր անվանելու։ Ո՞վ է քեզ տվել այդ իրավունքը։ Հիսուս պետք է մարդ դառնալով հանդերձ ինքը մեզ այդ իրավունքը տվեց։ Մեզ այդ իրավունքը տվեց, որովհետև ինքը մեզ կոչեց որպես եղբայրներ։ Եկեք կարդանք Հովանու 1:12-ը գիտեք, կարդանք Հռոմեացիս նամակից, Հովանու 1:12-ում ասում է բոլոր նրանք, ովքեր որ հավատացին նրա անվանը, Աստված նրանց իրավունք տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Կարդանք Հռոմեացիս 8-րդ գլխից 15 համարը, Հռոմեացիս 8:15 Որովհետև դուք կապանքի հոգին չստացաք, որ նորից վախի մեջ լինեք, այլ դուք ինչով որդեգրության հոգին ստացաք, որով մենք աղաղակում ենք Աբբա հայր։ Այսինքն Հիսուս Քրիստոսի միջոցով մենք որդեգրվեցինք, ստացանք այդ հոգին եւ ունենք այդ իրավունքը հոր Աստծուն կամ Աստծուն անվանելու Աբբա հայր։ Նույն բանը նաև ասում է Գաղատացիս նամակի մեջ 4-րդ գլուխ 6-րդ համարի մեջ ենք կարդում, Գաղատացիս 4:6 Գաղատացիս 4:6 Ուշադրություն դարձեք նույն թեմայի մասին է խոսքը գնում, բայց Պողոս առաքյալը մի փոքր ավելի այլ տեսանկյունից է այս հարցին ուշադրություն դարձում, ասում է եւ քանի որ դուք որդիներ եք Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբբա հայր։ Այսինքն Պողոս առաքյալը շատ հստակ ուզում է ցույց տա, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք էլ հիմա այդ իրավունքն ունենք Աստծուն անվանելու որպես հայր։ Այն իրավունքը կամ այն ինչ որ փակ էր կամ անհասանելի էր հրեաների համար այն ժամանակ մինչև Քրիստոսի գալը, այսօր Քրիստոսի միջոցով մենք այս հարաբերությունն ունենք։ Այսինքն Քրիստոս մարդացավ, մարդ դարձավ, մահացավ ինչի, որպեսզի մենք հայր ունենանք, որպեսզի մենք խորտ չլինենք, որպեսզի մենք չպարծենանք Աբրահամով, մարդով, այլ մենք պարծենանք մեր երկնավոր հորով։ Որովհետև երկնքում մի հայր ունենք եւ բոլորս էլ եղբայրներ ու քույրեր ենք ում հիման վրա, ում շնորհիվ Հիսուս Քրիստոսի, որ Հիսուս Քրիստոս մարդ դարձավ եւ մահացավ մեզ համար։ Երրորդը Հիսուս Քրիստոս մարդացավ եւ մահացավ, որպեսզի սատանան հաղթվի։ Շարունակենք Եբրայեցիս նամակից ընթերցել 14 համարից Եբրայեցիս 2:14 Ինչքանով որ զավակները մարմնին ու արյանը հաղորդակից եղան, նա ինքն էլ ճիշտ նույն ձևով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մարմնով ինչ անի խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն ում սատանային։ Հիմա նորից հետ վերադառնանք ծննդոց գիրք։ Ամենասկզբում Ադամը ուներ այս իշխանությունը։ Ադամը ուներ իշխանություն անելու այնպես, ինչպես որ ցանկանում էր, Աստված տվել էր իրեն այդ ազատությունը։ Եվ այդ ազատության մի մաս էր նաև կազմում չարու եւ բարու գիտության ծառը։ Եթե չարու ու բարու գիտության ծառը չլիներ, չէր լինի Ադամը ազատ։ Բայց ինչ արեց Ադամը։ Մեր գործերով ինքն իրեն հնազանդեցրեց մեղքին։ Ինքն իրեն կապանքներով կապեց եւ սատանան դարձավ մեկը, որ պետք է հետագայում ղեկավարեր։ Կա տենց բան այսօր մեր երկրից մեջ։ Արդյոք տեսնում ենք մարդիկ ում իշխանության տակ են։ Հստակ տեսնում ենք, բոլոր մարդիկ մեղքի իշխանության տակ են։ Ոստի ասում այսինքն սատանայի։ Այլ ընտրանք չկա, հասկացեք սիրելիներ։ Ուրիշ ազատագրում չկա։
Ինչքան էլ որ ասենք դե մենք նեյտրալ տարածքում ենք, դե ինքը լավ մարդ է։ Բարի մարդ է, դե հիմա ոչ ընդե է, ոչ էլ ընդե է, ոչ հոգևոր է, բայց վատ էլ մարդ չի։ Հասկացեք, այդ նեյտրալ բանը չկա։ Կամ սատանայի իշխանության տակ ես, մեղքի իշխանության տակ ես, կամ Քրիստոսով ազատագրված ես։ Ինչի Հիսուս Քրիստոս մարդացավ, որպեսզի մեզ այդ հնարավորությունը տա այդ իշխանությունից ազատագրվելու, մեղքի իշխանությունից ազատագրվելու։ Նորից ուզում եմ հետ վերադառնանք Հռոմեացիս նամակ։ Հռոմեացիս 6-րդ գլխում 6-ից 8 համարների մեջ Պողոս առաքյալը նման զգուշացում է տալիս։ Հռոմեացիս 6, 6-ից 8։ Այս իմանալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց։ Նրա ում մասին է խոսք գնում։ Հիսուս Քրիստոսի, որպեսզի մեղքի մարմինը ինչ անի, կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք, քանի որ նա, որ մեռած է, ազատված է ինչից, մեղքից։ Այլ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ պիտի ապրենք։ Բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսի հետ մեռան, նրա հետ նաև ունեն կյանք։ Եվ Պողոս առաքյալն ասում է, այլևս մեղքի իշխանության տակ չեք։ Այլևս այդ կապանքները ձեր վրա չի։ Մեղք գործում եք, թե ոչ հիմա։ Գործում եք։ Ինչու որտեղ դեռևս մարմնի մեջ ենք, դեռևս մեղավոր մարմնի մեջ ենք, որ ձգտում է մեղքին։ Ապրում ենք մեղավոր աշխարհում։ Եվ այո, պայքարում ենք մեղքի դեմ։ Բայց առանց Քրիստոսի չենք կարող պայքարել։ Առանց Քրիստոսի չկար որևիցե ազատագրում։ Նայեք Մարտին Լութերի կյանքը։ Երբ որ Մարտին Լութերի համար բացահայտվեց մեղք հասկացողությունը, բացահայտվեց այն դատապարտությունը, որ լինելու է բոլոր նրանց, ովքեր որ մեղքի տակ են, այդ ծանրության տակ չկրած էր, չգիտեր ինչ աներ։ Աստված բացել էր ինչ-որ կերպով։ Եվ այնքան ժամանակ էր այդ ձևի բեռը կրում, մինչև որ հասկացավ, թե ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի շնորհքը ընդունել։ Ինչ է նշանակում հասկանալ եւ ընդունել Հիսուս Քրիստոսի այն ձրի պարգևը, նվերը, որով որ մենք մեղքերից ինչ ենք ստանում, ազատագրում։ Այսինքն Հիսուս առաջինը մարդացավ, մարմին առավ, մարդ դարձավ, որպեսզի մահանա, երկրորդը, որպեսզի մեզ որդեգրի, որպեսզի մենք հայր ունենանք, երրորդը, որպեսզի մենք երկրից վրա ապրելով մեղքից առաջ չլինենք, այլ ազատ լինենք եւ Քրիստոսով կարողանանք հաղթել սատանայի մեղքին։ Եվ չորրորդը, որպեսզի ունենանք ճշմարիտ քահանայապետ կամ բարեխոս։ 15 համարը։ Եվ ազատագրի նրանց, ովքեր մահվան վախով իրենց ամբողջ կյանքի ընթացքում կապանքի տակ էին։ Սա են 14-ի հետ է գնում, այսինքն 14 ու 15-ը միասին են։ 16. Արդարև նա հրեշտակների բնույթը չընդունեց իր վրա, այլ իր վրա վերցրեց Աբրահամի սերնդին։ Ինչի համար է շեշտում Աբրահամի սերունդը, որտեղ հրյաները ումով էին հպարտանում, Աբրահամով, չէ՞ հիմա Աբրահամի սերունդը մարդն էր։ Ասում է դրա համար Հիսուս Քրիստոս առավ էս Աբրահամի սերնդի կերպարը, դրա համար որպես հրեշտակ չեկավ։ Եթե որպես հրեշտակ գար, ավելի ուժեղ էր լինելու, անմահ է լինելու այն հարցերը, ինչ որ արդեն քննարկեցինք, ի վիճակի չէ լինելու, լուծելու։ Դրա համար ասում է մարդացավ, մարդ դարձավ։ Եվ հետաքրքիր է 17 համարը ուշադրություն դարձեք, ասում է, ուստի նա ամեն ինչում պետք է իր եղբայրների ուշադրություն դարձեք, արդեն ստեղ ասում է եղբայրների։ Հիշեք, եկավ, մահացավ եւ մեզ անվանեց եղբայրներ։ Ասում է իր եղբայրների նման դառնար, որպեսզի ողորմած ու հավատարիմ քահանայապետ լինի։ Ողորմած ու հավատարիմ։ Հրյաներն ունեն քահանայապետներ։ Ունեն քահանայապետներ։ Ունեն մարդիկ, ովքեր որ ծառայում են դարերով, տարիներով, բարեխոսում էին, այդ գարան անունն էին բերում Աստծո առաջ, որպեսզի փրկություն ստանան։ Բայց այս ամեն ինչը ունայն էր, այս ամեն ինչը կիսատ էր։
Հիսուս Քրիստոս պետք է լիներ այդ կատարյալ քահանայապետը, որտեղ նա էր միակը, որ կարող է լիարժեք կատարյալ զոհ տալ։ Եվ ասում է, լինի Աստծո վերաբերյալ բաներում ժողովրդի մեղքերը քավելու համար։ 18 համարը։ Հենց նրանով, որ նա ինքը փորձություններ կրելով չարչարվեց, կարող է օգնել նաև փորձվողներին։ Գիտեք, մենք հայերս այս արտահայտություն ունենք, ասում ենք, մինչև իմ կաշվի մեջ չլինես, չես կարող հասկանալ ինձ։ Գիտեք, Հիսուս դարձավ այն միջնորդը, որ մեր կաշվի մեջ, մեր մարմնի մեջ եղավ։ Մերպես ապրեց։ Եվ ոչ միայն մերպես ապրեց, այլև իր համար ավելի մեծ էր այն ճնշումը, քան թե որ մենք ենք կրում։ Ինչի՞։ Որտեղ երբ որ մեղքի գայթակղությունը շատ մեծ է, մենք շատ անգամներ ինչ ենք անում, տրվում ենք այդ մեղքին, հանձնվում ենք։ Բայց Հիսուս չհանձնվեց։ Հիսուս մինչև վերջ սուրբ կյանք ապրեց։ Սով տեսավ Հիսուս։ Տեսավ, նույնիսկ կարդացին 40 օր հաց չկերավ։ Դրանից հետո անձամբ սատանան փորձեց իրեն։ Ինչ առաջարկեց։ Հաց առաջարկեց ուտելու, որտեղ սոված էր։ Դրանից հետո երբ որ տեսավ այս հացի խնդիրը չի լուծվում, փորձեց ուրիշ բան, խոսել իր հեղինակության հետ կապված, ասես դե դու Քրիստոսն ես։ Հրեշտակները քեզ պետքա պահեն, ստեց քեզ ցած նետիր, քանի որ դու ես Քրիստոսը, քեզ պետքա պահեն, այսինքն նորից պաշտոնին վերաբերվող հարցեր էր։ Շատ անգամներ ինքներս մեզ նայենք, երբ որ հանկարծ մեզ նեղացնում են, ոնց կլինի։ Մենք գիտենք ով ենք։ Մարդիկ սիրում են, չէ, իրանց ցույց տալ ով լինելը։ Ու նորից տրվում են այս գայթակղությանը։ Երրորդ բանը, սատանան առաջարկեց ամբողջ աշխարհը։ Ամբողջ աշխարհը, որը որ ժամանակին Ադամին էր պատկանում, եւ Ադամը հանձնեց այն սատանային։ Գիտեք, էսի $1000 չի։ Էս ոչ էլ 2000 է, ոչ էլ 1 միլիարդ է։ Եք շատերը կարծում են, որ մենք մեր խնդիրը քիչ գումար ունենալն է։ Այնինչ շատ անգամներ, եթե մտածենք, օրինակ ես ինքս այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Եթե նման բան առաջարկվեր ինձ, ես կարողանայի դիմակայել այդ գայթակղությանը։ Մենակով վստահ եմ, որ չեմ կարող դիմակայել։ Եկեսի այնպիսի մեծ փորձություն է, երբ որ դու առաջարկում ես մարդուն ամեն ինչ, ամբողջ աշխարհը։ Ստեղ հիմա մի փոքր Հայաստանի համար տեսեք ինչքան կռիվ է գնում աթոռին։ Ինչքան մարդիկ են պատրաստ տարիներով, օրերով մեծ գումար ծախսեն, մենակ թե մի փոքր իշխանություն ունենան Հայաստանի շրջանակներում։ Մի փոքր ավելի մեծ տերությունները, մեծ պետություններում մի քիչ ավելի շատ մեծ քաղաքներ են դրված։ Իսկ Քրիստոսին առաջարկվեց ամբողջ աշխարհը։ Բայց Քրիստոս նորից չգայթակղվեց։ Ինչի եւ որպեսի այսօր լինի լիարժեք քահանապետ։ Մեկը, ով որ լիարժեք մեզ ճանաչում է։ Մեր մարմնի մեջ եղել է, լաց քաշել է, նեղություն կրել է, ցավ ու տառապանք կրել է եւ վերջում կարդում ենք, որ մահացավ։ Ինչի համար, որպեսի ես եւ դուք կյանք ունենանք։ Հետևաբար ինչի Քրիստոս մարդացավ եւ մահացավ։ Առաջինը է սրա համար, որպեսի մահանա, որպեսի ես եւ դու փրկություն ունենանք։ Միշտ հիշեք սրա մասին։ Երկրորդը Հիսուս մարդացավ, որպեսի մենք հայր ունենանք, որպեսի մեզ որդեգրի։ Երրորդը, որպեսի այլևս մեղքի իշխանության տակ չլինենք, ազատ լինենք Քրիստոսով։ Եվ ամենավերջինը, որպեսի ունենանք մեկը, ով որ լիարժեք ճանաչում է մեզ, լինի միակ ճշմարիտ քահանապետը եւ միջնորդը։ Ամենավերջում կցանկանամ կարդամ առաջին Տիմոթեոս 2:5 համարը եւ կվերջացնենք։ Առաջին Տիմոթեոս 2:5 համարը։ Եկեք 3-րդ համարից կարդանք մինչև 5-ը։ Քանի որ
սա է բարին ու ընդունելին մեր փրկիչ Աստծո առաջ, որ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտությանը ճանաչմանը հասնեն։ 5. Քանզի մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց միջև, ուշադրություն դարձեք այս վերջի բառերին։ Քրիստոս Հիսուս մարդը։ Ինչի է շեշտում Քրիստոս Հիսուս մարդը, որտեղ Քրիստոս Հիսուս մարդն է, որ եկավ ապրեց որպես մարդ, ապրեց տեսավ այն ամեն ինչը որ մենք անցնում ենք եւ նա դարձավ Աստծո ու մեր միջև որպես ով միջնորդ քահանա։ Սա է նպատակը։ Հետևաբար Քրիստոսի այս քայլի մեջ մի տեսեք թուլություն։ Քրիստոսի մահվան մեջ մի տեսեք անկատարություն։ Կամ մի բան, որը որ իր կառավարությունից դուրս էր։ Այլ Քրիստոսի այս մահվան մարդացման մեջ տեսեք են կատարյալ սերն ու ողորմությունը իր ժողովրդի նկատմամբ։ Քանի որ խնդիր ունեինք եւ այդ խնդիր լուծումը մենք մենակով չենք կարող լուծել։ Եվ դրա համար հստակ ուզում եմ հետեւյալ Եբրայեցիս նամակի հեղինակը այս խոսքը, այս ճշմարտությունը փոխանցի նաեւ այսօր մեզ։ Ոստի հետևեք այդ Քրիստոսին։ Ու այդ Քրիստոսով առաջնորդվեք, որտեղ արելը լավագույնը, որպեսզի մենք ազատ լինենք եւ իր հետ լինենք։ Եկեք աղոթանք։ Տեր Աստված, շատ բաներ կան, որոնք որ խոսքիդ միջոցով դու բացահայտում ես եւ ցույց ես տալիս մեզ, Տեր։ Տեր Աստված, շատ անգամներ շատ հարցերի պատասխանը չգիտենք, շատ անգամներ մեր պատկերացած Քրիստոսը կամ նույնիսկ դու Տեր Աստված շատ անգամներ շատ փոքր ես լինում։ Ինչի որտեղ շատ անգամներ անհավատ են գտնվում։ Շատ բաներ չգիտենք Տեր Աստված։ Շատ բաներում երկմտում ենք, կասկածում ենք, երերում ենք Տեր։ Խնդրում ենք, որ ներես մեզ Տեր Աստված։ Այն զոհը, որ արեցիր ով Հայր, մեզ անհասկանալի է Տեր։ Այն սերը, որ դու ունես, որ անծայրածիր է Տեր Աստված, անհասանելի է մեզ Տեր Աստված։ Դու փառքը թողնելով, երկինքը թողնելով մարդու մարմին արար Տեր։ Բնակվեցիր մեր մեջ Տեր Աստված եւ սովորական կյանքով ապրեցիր։ Որովհետեւ մարդկային տիտղոսի կամ բարձունքների չձգտեցիր Տեր։ Ապրեցիր խոնար կյանքով եւ լիարժեք կատարյալ հնազանդությամբ ցույց տվեցիր մեզ օրինակ։ Ների մեզ Տեր Աստված, որ շատ անգամներ չենք վարվում այնպես, ինչպես որ դու ես վարվել, Տեր։ Ների, որ մեր տրամաբանությունը, մեր մտածելակերպը շատ անգամներ չի համապատասխանում նրան, ինչպես որ դու ես առաջնորդվում, Տեր Հիսուս։ Այն ինչ որ արեցիր խաչի վրա, արեցիր մեզ համար, Տեր։ Որպեսզի մենք ազատագրում ստանանք, որպեսզի մենք փրկություն ունենանք եւ Տեր դրանով փառավորեցիր Հորը։ Ով Տեր Աստված ուզում ենք որպես եկեղեցի մենք էլ լիարժեք փառավորենք քեզ։ Փառավորենք քո սուրբ անունը, Տեր։ Չվազենք սին ու պիղծ բաների ետևից, Տեր Աստված։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ քո զավակի համար, որով որ այսօր քեզ կարող ենք Աբբա Հայր անվանել, Տեր։ Կարող ենք քո առաջ գալ որպես քո զավակներ, Տեր, եւ աղերսել քեզ, աղոտ բարձրացնել, Հայր, քանի որ միջնորդ ունենք, որը բարի եւ հավատարիմ է, ողորմած է, որը որ գիտի մեր բոլոր կարիքները, Տեր, որը որ ապրել է այն կյանքով, այն հոգսերով, որով որ մենք ենք ապրում, Տեր։ Շնորհակալ ենք ով Տեր Աստված այս մեծ շնորհքիդ համար, Տեր։ Շնորհակալ ենք խոսքիդ համար, որով որ բացահայտում ես այս ամենը, Տեր։ Եվ շնորհակալ ենք այն ազատագրման համար, որով որ ունենք այն մեղքից, որ մեղքի կապանքներից, որով որ ապրում ենք, Տեր։ Հիմա ազատ ենք եւ մեր ցանկությունը
նա է, որ մեր ողջ կամքը հնազանդեցնենք քեզ, Տեր։ Որպես եկեղեցի Հայր, ապրենք ու գործենք քո անվան ու փառքի համար, Տեր։ Չնայենք աջ, չնայենք ձախ, Տեր, այլ միմիայն մեր հայացքը դու լինես, Տեր։ Մեր կատարյալ օրինակ, մեր փրկիչ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ այս աղոթքն էլ Տեր Աստված եկել ենք քո առաջ աղոթելու ոչ թե մեր անունով, ոչ թե Աբրահամի անունով, ոչ թե որևիցե մի հավատքի հոր անունով, այլ եկել ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Քանի որ դու խոստացավ, որ եթե գանք քո անունով եւ աղոթենք, եւ եթե քո կամքի մեջ լինենք, դու քո բարի պատասխանը կտաս, Տեր։ Ուստի այցելություն արա ողորմի եւ դու փառավորվիր ով Հայր։ Ու թող որ միաբան լինենք քո մեջ եւ քեզանով Տեր Աստված գնանք առաջ։ Քո անունը կրելով, քո անունը տարածենք ամբողջ աշխարհում մենք։ Քո զավակներ լինենք եւ այն ինչ որ կորցրել ենք այս պահին քեզանով վերականգնվի, Տեր, եւ քեզանով գործենք քո անվան փառքի համար։ Հիսուս Քրիստոսի անունով, ի փառս Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։